Անգամ եւս բարի լույսը բոլորին, բարի եկած ենք բոլորս միասին Աստծո տունը, այս Աստծո շնորհքն է, որ մեզի արիթ ուտա, որովհետեւ իր տանը մեջ հավաքվենք, զինք պաշտենք, զինք օրհնենք, մեր բոլոր բարականերու մեջ։ Օրեր գուկա որ ուրախ օրեր են, օրեր գուկա որ դխուր օրեր են։ Ասիկայի կյանքը լեցուն է անագնգալներով, լեցուն է դարբեր տեսակի օրերով, դարբեր տեսակի վիճակներով։ Այս շաբաթը, այն շաբաթն է, որ մենք գհիշադակենք մեր նախահայրերը։ Եվ մենք անոնց թորներն ենք, շատերս զավակներն ենք, որ Աստծո հրաշքով և նախախնամությամբ անոնք կարողացան իրենց կյանքերը փրկել և հասնել ուր որ հասան և կյանքը շարունակվեցավ և ահա մենք այսօր փաստ ենք այս տեղին մեջ, որ թեպետ թշնամին ահարգու էր, թեպետ թշնամին ուզեց մեզի ամբողջությամբ փճացնել, չեզոքացնել, բայց Աստծո ողորմությունը շատ ավելի մեծ է։ Գահավատանք այսօր մենք։ Այսօր հավաքված ենք ոչ թե միայն պաշտամունքի, այսօր հավաքված ենք նաև հիշադակելու։ Գհիշադակենք այն կյանքերը, որ ապրվեցան և այն կյանքերը, որ ավարտվեցան և անոնք նահատակ դարձան։ Թերևս այս շաբթվա ընթացքին գարտացինք կամ թիդեցինք կամ թեկուզ հիշեցինք պատմություններ մեր ծնողներեն, մեր մեծահայրերեն, մեծամայրերեն։ Չեմ գիտեր, եթե դակավին ապրողներ կան այս աշխարհի վրա մեր ժողովրդի մեջ, որ կարողացան փրկվել եւ այսօր դակավին կապրին, հավանաբար մեծամասնությունը մահացան։ Բայց մենք կհիշենք իրենց փրկության պատմությունները։ Այս օրերը կնմանին ալբոմը, գիտեք, մեր տուներու մեջ ադենին ալբոմներ կլար, մենք կնկարվեինք և նկարները կշարեինք այդ ալբոմի մեջ։ Թերևս այս շաբաթ կնմանի ադոր, որ այդ ալբոմները կփանանք և նկարները կդիտենք։ Հիմա ամեն բան դիջիտալ եղած է, կոմպյուտերի վրա, տելեֆոնի վրա են նկարները։ Բայց ադենին ալբոմներու մեջ էր։ Թերևս այս շաբաթ այն շաբաթներեն մեկն է, այս օրերը այն օրերեն մեկն է, որ կարծես ալբոմները կփանանք և սև ջերմակ նկարները կդիտենք։ Այս է հիշադակելը։ Այս է քու ժամանակետ ետև երթալը և նայիլ, որ ինչ եղած է։ Այս օրերում մենք ամեն օրը կլսենք, որ արդարություն կպահանջենք և սխալ բան չէ մեր պահանջածը։ Պետք է որ պահանջենք և պիտի պահանջենք արդարությունը։ Կրնանք արդարության հասնել, բայց կրնանք նաև արդարության չի հասնել։ Աշխարհի պատմությունը երբ որ կգարթանք, կտեսնենք, որ շատ անարդարություններ գործված են։ Բայց բոլոր անարդարությունները արդարության չեն հասած։ Ասի իրականությունն է, չեմ ուզել ձեզի հուսախաբնել, բայց սա իրականությունն է, որ միշտ չէ, որ աշխարհի մեջ արդարության կհասնենք։ Բայց եւ այնպես պիտի շարունակենք արդարություն պահանջելը։ Բայց մեկ բան վստահ ենք, որ եթե այս աշխարհի վրա արդարություն չլա, եւ մենք իբրև հայ ժողովուրդ
արդարության չհասնենք, մեկ բան վստահ ենք, որ ժամանակ պիտի կա, որ Աստուծո արդարությունը պիտի կատարվի։ Եթե այս աշխարհի վրա չէ, երկնքի մեջ պիտի կատարվի Աստուծո արդարությունը։ Ովևէ մեկ անձ պիտի չգրնա խուսափիլ Աստուծո առջև գնալը եւ հաշիվ տալը։ Արդարությունը անպայման պիտի կատարվի գանուխ թե ուշ։ Եթե ոչ այս աշխարհի վրա, անպայման հանդերձյալին մեջ։ Երկու օր առաջ հիշատակեցինք ապրիլ 24-ը։ Ինչու ապրիլ 24։ Շատերս գիտենք, բայց բզիկ ակնարկ մնedem, մանավանդ նոր սերունդին համար։ Հայոց ցեղասպանությունը տեղի ունեցավ համաշխարհային առաջին պատերազմի ընթացքին եւ ատկեց վերջ։ Մոտավորապես 1.5 միլիոն հայեր իրենց կյանքերը դվին, զոհվեցան, ընտանիքներ պաշտվեցան իրարբե։ Եվ անոնք ստիպվեցան իրենց դուները, իրենց հողերը ցկել եւ իրենց կյանքերուն ազատագրության յետևե քացին, որովհետեւ ողջ մնան։ Եվ սկսավ մահվան քայլարշավները, որոնց մեծամասնությունը մահացան ճամփուն վրա։ Այսօր դերզորի անապատներուն մեջ, երբ որ ավազները կփորենք, ոսկորի գդորներ գելդեն։ Անոնք մեր նախահայրերուն եւ նախամայրերուն աջուններն են։ Շատ մնդանիկներ բաժնվեցան իրար մե, սովամահ եղան, սուրովը սպաննվեցան։ Ընդհանրապես դղա մարդոց մերծուցին եւ թույլ տվին, որ իբրև ողորմություն գոչելով թույլ տվին, որ գիները, բզդիկները եւ դարեցները դեղահանլան։ Բայց անոնց մեծամասնությունը մահացավ։ Ով գրնա իմանալ, հարյուրավոր կիլոմետրներ քալել, գիշեր եւ ցերեկ, գիշերվա ցուրդին եւ ցերեգը անաբադի դակուն, առանց ճաշի եւ առանց ջուրի, ով գրնա իմանալ։ Սա արդեն ծրագիր մներ, որ իրականացավ, ծրագրված վիճակ մներ եւ ոչ թե բادرազմի մեջ թեփքը, որ բադահեցավ, մութ սենյակներում մեջ ծրագրվեցավ հայ ժողովուրդը փլաչին չնել։ Ինչու ապրիլ 24 կհիշենք, որովհետև չենք ուզել մոռանալ այս իրականությունը, այս ճշմարտությունը։ Այս թվականը որոշված է մեր ժողովրդին կողմէ, ոչ թե որովհետև ապրիլ 24-ին 1.5 միլիոն հայեր չարտվեցան այդ օրը, ոչ այդպես չէ։ Այլ դասնյակ տարիներու ընթացքին, սկսելով 19-րդ տարու վերջավորութենեն, չարտերը սկսան արդեն որոշ տեղերու մեջ։ Իսկ ծրագրված կերպով սկսավ ապրիլ 23-ի գիշերը Բոլիսի մեջ, ուր մոտավորապես 250-ը ավելի հայ մտավորականներ, ուսուցիչներ, գղերականներ, հոգևորականներ, հայ ժողովրդի առաջնորդները այդ գիշեր Բոլիսի մեջ իրենց դուներեն առնվեցան եւ հերացվեցան։ Մեծամասնությունը ետ չի դարձավ այդ խումբին, շատ մեծամասնությունը։ Այսպեսով
առաջ որ մարմինները հայ ժողովրդի մարմինները փճացնեն նախ անոնց ցայները ուզեցին լրացնել այդ խումբին մեջն էր Գոմիդաս Վարդապետ որ գեղերական էր երաժիշտ եւ հայ մշակույթի մարդ իր երաժշտական արվեստով այդ գիշեր ինքն էլ բռնվեցավ հերացվեցավ իր վանքեն բայց առանց մանրամասնության երթալու գարկմը միջամտություններու պատճառով քաղաքական միջամտություններու պատճառով ինք վերջին վարյանին ազատ արձակվեցավ եւ զինք փոխադրեցին Ֆրանսա եւ մինչեւ իր կյանքի վերջ մտային խանգարումներ ունեցավ եւ այդպես վախճանեցավ Թեպետ իր կյանքը բրգվեցավ բայց անոր հոգին մինչեւ իր կյանքին վերջ խորունկ կերպով վիրավորված էր որովհետեւ անոր աչքերը դեսան բաներ որ մարդկային աչքեր բեք չէր որ տեսնեն Շատեր իսկապես մահացան ֆիզիկապես, բայց ուրիշներ որ ապրեցան իրենց միջև վերջին կյանքը, վերջին օրը գրեցին ցավեր եւ վերքեր իրենց հիշողության մեջ։ Այս ամփոփ կերպով մեր ժողովրդի ցեղասպանության պատմությունը։ Ատկե վերջ շարունակվեց անշուշտ հայ ժողովրդի դեղահանումը եւ չարթը Գիլիգյան Հայաստանեն եւ հայ ժողովուրդը մեծամասնությամբ չարթվելով իսկ փոքրամասնությամբ կարողացան ազատիլ եւ հասնել Սուրյո անաբատները Լիբանան ուրիշներ Եգիպտոս եւ այսպեսով հայ ժողովուրդը սկսավ իր նոր ծնունդը այս կպատմեմ որովհետեւ մենք կարողանանք վերհիշել եւ մեր նոր սերունդը կարողանա այս ճշմարտությունը իրենց հետ տանել որովհետեւ իրենք ալ պատմեն իրենց զավակներուն իրենց թորնիկներուն եւ այստեղ ու կային մեծ հարցումը ամեն տարվա հարցված հարցումը ուր էր Աստված Այս փոդորի մեջ ուր էր Աստված Ինչու համար լուր էր Ինչու համար թույլ չի տվավ որ փոխանակ մեծամասնությունը չարթվելու փոքրամասնությունը չարթվել եւ մեծամասնությունը ազատագրվեր Ուր էր Աստված Եվ որ Աստծո խոսքը կգարտանք, որ հազարավոր տարիներու պատմության ընթացքին ճշմարտություններ են, կտեսնենք, որ Աստված երբեք հեռու չէ եղած, ցավ է եւ տարաբանք է։ Երբ Իսրայելի ժողովուրդը Եգիպտոսի մեջ էր, Աստծո խոսքը մեզ գսե արդարև դերը ըսավ արդարև Եգիպտոսի մեջ եղող ժողովրդիս չարչարանքը դեսա եւ կորձավարներուն պատճառով անոնց բարձրացուցած աղաղակը լսեցի վասնզի անոնց նեղությունները գիտեմ Ելից 3:7 Լրություն չի բացակայեր չի նշանակեր բացակայություն Լրություն չի նշանակեր բացակայություն Եթե Աստված որոշ ժամանակի ընթացքին լուր գեցավ ադիգա չի նշանակեր որ անիգա բացակայ է Դավիթ թագավոր նույն աղոթք եւ աղաղակը կբարձրացնի Աստուծո Եվ գսե ով դեր մինչև երբ բոլորովին ինձ պիտի մոռնաս Մինչև երբ քու երեսդ ինձ մե պիտի ծածկես
Երբ մարդ արարած դեղության, դարաբանքի եւ հալածանքի կհանդիպի, եւ ադիգա կշարունակվի իր կյանքին մեջ, իր մեջ են քանքատ մը կսկսի, թեւի Աստուծո։ Ուր ես ով դեր, մինչև երբ ինձ իմինակ պիտի ցիկես, ուր են քու խոստումներդ, վստահ պետք է ելանք, որ մեր նախահայրերուն բարձրացուցած աղոթքները չանդեսվեցան Աստուծո կողմէ։ Հիսուս խաչին վրա ինքն ալ գրկնեց Դավիթ թագավորի աղոթքը Սաղմոս 22-ն, որ գսե Աստված իմ, զիս ինչու թողուցիր, զիս փրկելեն ու բորալուս խոսքերեն հերու գեցար։ Բնական է, որ մեր աղաղակը Աստուծո բարձրացնենք։ Աշխարհի սկիզբեն ի վեր գտեսնենք բادرազմ, գտեսնենք արյուն, գտեսնենք մահ։ Առաջին մարդասպանությունը եղավ եղբայր եղբորտեմ։ Գայեն, ուր է եղբայրդ։ Միթե ես եղբորս պահաբանն եմ, այստեղ է պատասխանը։ Առաջին օրերեն նույնիսկ արյունը աշխարհի վրա թափվեցավ։ Եվ Աստված ասավ անոր արյունը ինձի գխոսի։ Արդարներուն արյունը գխոսի։ Եվ Աստված գլսե այդ արյունին գանչը։ Չարը ճշմարտություն է։ Սատանայի իշխանությունը ճշմարտություն է։ Բայց պիտի գիտնանք, որ սահմանափակ է։ Ալավելի զորավորը գա, ալավելի հզորը գա։ Թեպետ է մեր ժողովուրդը ունեցավ հալածանք, բայց չգործունցուց իր հավատքը։ Անոնք, որոնք կարողացան իրենց կյանքերուն համար փախչիլ եւ Աստուծո ողորմությամբ կարողացան ապրիլ եւ շարունակել իրենց կյանքը։ Այդ ժողովուրդը իր հավատքը հետը դարավ։ Շատ շատեր ընդրեցին Քրիստոսը, քան ուրիշ գրոնքներու տակ իրենց կյանքը շարունակել։ Բայց Քրիստոսը ընդրելով ընդրեցին նահատակությունը, որովհետև Քրիստոսի հետ նահատակություն կար։ Բայց հավատքը ուրանալու հետ կյանք կար, բայց այդ կյանքը ժամանակավոր կյանք էր։ Մեր նախահայրերեն շատեր ունեցան այդ հավիտենական կյանքի տեսիլքը եւ ճուրացան Քրիստոսը։ Երկրորդ տարու եկեղեցու հայրերեն Թերթուլյան գսե նահատակներու արյունը եկեղեցու սերմն է։ Նահատակներուն արյունը եկեղեցու սերմն է, այսինքն երբ որ նահատակներու արյունը գտապվի, այնտեղ եկեղեցի գաճի, եկեղեցի կմեծնա։ Եթե այսօր աշխարհի վրա քրիստոնեական հավատ կա, եթե մեր ժողովրդի մեջ քրիստոնեական հավատ կա, անիկա արդյունքն է մեր ունեցած նահատակներուն արյան։ Ոչ թե միայն այս հայոց ցեղասպանության նահատակներուն, այլ սկիզբեն թարերու ընթացքին, որ մեր ժողովուրդը զանազան պատերազմներու մեջ մտնելով շատ անգամ իրենց հավատքին համար նահատակվեցան եւ այդ նահատակներուն արյունը գխոսի եւ հավատ գշինե, եկեղեցի գշինե։
Հայոց ցեղասպանությունը միան պատմություն չէ չարչարանքի, դարաբանքի, նահատակության, այլ պատմություն մնե հավատարմության։ Ինչ պետք է անենք մենք այսօր։ 111 տարիներ անցած են։ Դեռևս շատ հարցումներ կան, որ կհարցնենք, եւ ընդհանրապես այդ հարցումներուն պատասխան չենք գտներ։ Եվ եթե պատասխանալ գտնենք այդ հարցումներուն, ուրիշ հարցումներ կան։ Եվ արդյոք մեր կյանքը միան հարցումներով պիտի անցնենք։ Նույնիսկ եթե պատասխան ունենանք, մեր մարդկային ուղեղը պիտի չգրնա հասկանալ բոլոր ճշմարտությունները։ Հայոց ցեղասպանությունը դպրոց մնե մեզի համար։ Հիշատակումի օր ըլլարի ավելի դպրոց մնե մեզի համար, մեր զավակներուն համար, մեր թորնիկներուն համար։ Դպրոց մնե, որ գնանք սորվիլ, թե ինչ կնշանակե վստահիլ, թե ինչ կնշանակե հավատքը բահել, ինչ կնշանակե հավատարմորեն ապրիլ, եւ ինչ կնշանակե հավատարմորեն մեռնիլ։ Թեպետ մեզ փորձեցին բնաչնչել եւ մեր հավատքը մարել։ Եվ ինչեւ այսօր, դակավին քանի օրեր առաջ Արցախի մեջ եկեղեցիմը կանտվեցավ։ Ճշտամին կշարունակե նույն ստրատեգին, նույն ձևը, բայց մենք ալ պիտի շարունակենք մեր հավատքը։ Ճշտամին գրնա մեր կյանքերը խլել, գրնա մեզի լրացնել, բայց չի գրնար հայ ժողովրդին հավատքը մարել։ Սա անգարելի բան է։ Գրնան մեր մարմիններուն վրա են քալել, բայց մեր հավատքին վրա են չեն գրնար քալել։ Անորամար մենք գանք եւ ահոսենք եւ ամբողջ աշխարհ տարածված ենք։ Այսօր սպիրկը շատ ավելի թիվով մեծ է, քան ժողովուրդը, որ գտնվի Հայաստանի մեջ։ Տարածված ենք ամբողջ աշխարհի վրա։ Եվ ուր որ կացած ենք, ունենք մեր եկեղեցիները, ունենք մեր դպրոցները, ունենք մեր մշակութային կենտրոնները, ունենք մեր լեզուն, ունենք մեր սովորությունները, ուր որ կացած ենք, հետևնից տարածենք։ Սա Աստծո շնորհքն է, որ հայ ժողովրդին դրված է։ Դված է մեզի գանքուն ըլլալու, ամուր զորավոր լերներու պես ըլլալու, ինչպես մեր հողերուն վրա այդ լերները կան։ Մենք լեռնային ժողովուրդ եղած ենք, ամուր եղած է, մեր հավատքն ալ ամուր ժայռի պես է, որտեւ մեր մարմինները սպաննվին, բայց մեր հավատքը գանքուն եւ ամուր է, եւ պիտի մնա Աստծո շնորհքովը։ Ուր որ գերտանք մենք կշինենք, ուր որ գերտանք կկառուցենք, ուր որ գերտանք մենք կստեղծենք, մենք կաշխատենք։ Ես լիբանանենք ու կամ հարցուցեք լիբանանցիներուն, թե ով են հայերը։ Աշխատող ժողովուրդ են։ Հարցուցեք Սուրիո ժողովրդին, ով են հայերը Հալեբի մեջ կամ Դամասկոսի մեջ, ինչ եղած են։ Ոյ մեկ բանի, որ պետք ունին հայուն գերտան։ Ինչու համար։ Որտև հայը անգեղծ է, հավատարիմ է, աշխատող է, վարպետ է։ Աստուծո շնորհքը մեր վրան է։ Անոր համար մենք գդոգանք, գթիմանանք, կյանքը գսիրենք եւ գաբրինք։
Թեպետ սատանան իր ծրագիրը ունի, բայց Աստված իր ծրագիրը ունի։ Թեպետ սատանան ուզեց փչացնել մեզի, բայց Աստված մեզի տվավ այն զենքերը, այն պետքերը, որ մենք պետք ունենք, այն գարիքները, որ մենք պետք ունենք դոգալու եւ թիմանալու, եւ ահա մենք փաստենք։ Սա Աստծո շնորհքն է։ Որքան երախտակետ պետք է ելանք Աստծո։ Որտե՞ղ կգարձենք, որ ինքը լուր էր։ Թե պետք է կարծենք, որ ինքը հերույ էր մեզ, մորցած էր այ ժողովրդին։ Բայց վստահ եղեք։ Աստված այնքան մոտ չի եղած մեզի, որքան մեր ցավին եւ դարաբանքին մեջ։ Մեր նախահայրերը պատմություններ ունին, որոնք հրաշքի պատմություններ են։ Դուք ինձ լավ գիտեք, ամեն մեկը գիտե։ Ձեր ծնողները, ձեր մեծահայրերը կպատմեն եւ գսեմ, որ Աստծո հրաշքով բրգվեցանք։ Ով գիտե Աստծո ծրագիրը եւ Աստծո խորհուրդները։ Չենք հասկանալ։ Այն օրինակները, որ քիչ առաջ տվի, Դավիթ թագավորեն, Մովսեսեն, նույն ինքն Հիսուսեն, որ այն ժամանակ անոնգալ աղաղեցին, անոնգալ ասին, ուր է սովդեր, ինչու մինագենք մենք։ Բայց երբ որ գգարտանք պատմությունը, կտեսնենք ետքը բադահացները այն ժամանակ կհասկանանք, որ ինչու Աստված ժամանակավոր գերբով լուր էր։ Ով գիտե Աստծո ծրագիրը, ով գիտե Աստծո միտքը։ Եթե մենք չենք հասկանալ, եթե մենք մարդ ենք, սա չի նշանակեր, որ Աստված հերույ է մեզ մե։ Աստված հավատարիմ է եւ միշտ հավատարիմ է։ Քիչ առաջ մեր եղբայրը գարտած ողբ Երեմիային դերոջը ողորմությամբ չհատանք, վասնզի անոր քթությունը չբաքսեցավ։ Մենք չվերջացանք եւ ասիկա Աստծո ողորմությունն է։ Աստված հավատարիմ է եւ Աստված ողորմած է։ Թեպետ սատանան ճշմարտություն է։ Կյանքի մեջ նեղությունները եւ դարաբանքները իրականություն են։ Ադելությունը իրականություն է, որ մեր կյանքի մեջ կտեսնենք։ Ըլլա ճշտամի են, ըլլա թրացի են։ Շատ անգամ մեր դունին մեջ։ Սա իրականություն է։ Բայց մեկ բան հստակ է մեզի համար, մեր ժողովրդին համար, յուրաքանչյուր հավատացյալի համար, յուրաքանչյուր հայ քրիստոնյայի համար։ Եվ կարծեք ասիկա մեր դեսիլքն է, որ իրար մեջ չենք կրնար բաժնել, ճշմարտությունն է, որ իրար մեջ չենք կրնար բաժնել, հայ քրիստոնյա։ Հայությունը եւ քրիստոնեությունը այնքան ցուլված են իրարու հետ, որ երբեք չի բաժնվիր։ Եվ այստեղ ուքա հաստատելու Բողոս արաքյալի խոսքը, որ քիչ առաջ բոլորս միասին գարտացինք, ուրեմն ով պիտի զադե մեզ Քրիստոսին սերեն։ Դարաբանքը, նեղությունը, հալածանքը, սովը, մերգությունը, վտանգը, սուրը, եւ ես պիտի ավելցնեմ չարթը, ցեղասպանությունը, թշնամին, հաբա այս ամեն բաներու մեջ ալ ավելի հաղթող ենք մենք, ալ ավելի հաղթող գլանք, հաղթողեմը շատ ավելի հաղթող գլանք, որովհետև մենք հաստատ գիտենք, Բողոս արաքյալը գսե, որովհետև ես հաստատ գիտեմ, թե ոչ մահը, ոչ կյանքը, ոչ հրեշտակները, ոչ իշխանությունները, ոչ զորությունները, ոչ ներկայաները եւ ոչ կալուպաները, ոչ մեկ բարձրություն, ոչ մեկ խորունգություն եւ ոչ մեկ ուրիշ արարածը, կամ ասկը, ես կավելցնեմ, գրնա մեզ զադել Աստուծո սերեն, որ Քրիստոս Հիսուս
մեր դերոճմով է։ Մեր կյանքի մեջ ոյ մեկ թեփքը, մեր պատմութենեն եկած ոյ մեկ հիշողությունը մեզ չի գնար զադել Աստուծո սերեն։ Աստված գսիրե մեզի։ Եվ մենք ալ Աստուծո գսիրենք եւ պետք է որ սիրենք։ Մենք ուրիշ ընդրություն չունենք։ Ուրիշ choice չի գա, ուրիշ ընդրություն չի գա մեր առջև։ Քան Աստծո վստահիլ եւ սիրել։ Երկու հազար տարիների վեր քրիստոնեական եկեղեցին չեթատրած կյանքեր դալե։ Չեթատրած նահատակներ ունենալ է բոլոր ազգերուն մեջ։ Մենք մերինը կբարձրացնենք, որովհետև մերն է, մեր ցավն է, մեր տարաբանքն է։ Որովհետև շատ զոհվեցանք մենք, շատ վնասվեցինք։ Բայց քրիստոնեությունը ամենուրեք հալածված է։ Եվ այս կուկա հաստատելու մեր Տերոջը Հիսուս Քրիստոսի խոսքը, որ գսե աշխարհի մեջ նեղություն պիտի ունենաք, բայց քաչասիրտ եղեք, ես աշխարհին հաղթեցի։ Քաչասիրտ եղեք, մեր Տեր Հիսուս Քրիստոս աշխարհին հաղթեց, մեղքին հաղթեց, չարության հաղթեց, սատանային հաղթեց։ Թեպետ մենք հոս ժամանակավոր չարչարանքի ու դարաբանքի մեջ ալանք, գիտնանք, որ հանդերձյալի մեջ, երկնքի մեջ մեզի համար հույս կա, մեզի համար պատրաստված հավիտենական կյանք կա։ Հոն է մեր երկիրը։ Սա սրդի մխիթարություն չէ, այրած սրդի մխիթարություն չէ ասիկա։ Սա ճշմարտություն է, որ կհավատանք, կգարչինք եւ պիտի շարունակենք հավատալ։ Տոդերը օրհնե մեր ժողովուրդը։ Թող Աստված Հովանի ըլլա ամեն մեկ հայ ասկի զավգին, ըլլա Հայաստանի մեջ, ըլլա Սփյուռքի մեջ, աշխարհի բոլոր ծայրերու մեջ։ Թող Աստված Հովանի ըլլա մեզի։ Բահե պաշտպանե մեր ժողովուրդը ամեն տեսակի երևելի եւ ամեն տեսակի աներևույթ թշնամիներեն։ Թող հայ ժողովուրդը օրհնված ժողովուրդ ըլլա։ Աստծո խոսքին լույսը տարածող ժողովուրդ ըլլա։ Թող այդ օրհնությունը մեր զավակներուն եւ մեր թորնիկներուն վրա ըլլան։ Սերունդ է սերունդ։ Եվ մեր ճակատը բաց թողլա։ Աստծո զորությամբ եւ Աստծո օգնությամբ։ Տեր օրհնե մեզ։ Ամեն։